Բարելույս Հայաստան, բարելույս իմ հիանալի հայացք, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր տեսանյութեր չեմ տեղադրի, քանի որ մեկ անգամ եւս չտեսնանք սրանց ռոժները, երևի սենց խոսանք մի քանի նորություն ձեզ համար, որը որ ինձ թվում է կարևոր է։ Ուրեմն առաջինը ինչից որ կուզենայի սկսել, երևի մի քիչ թեթևից մենք չենք պահպանում մեր եղածը, իսկ Ադրբեջանը եւ Թուրքիան փախլավան վերցրած ընկել են աշխարհով աշխարհ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նամակ են ուղարկում, որպեսզի ապացուցեն, որ դա իրանցն է, դե բնական է հայ ազգը երբեք չի ասի, որ փախլավան իրենցն է, բայց դրա մասին խոսում է Հունաստանը եւ ի դեպ Հունաստանի ուղղակի հարցը նրանն է, որ ասենք ինչի համար են այս մարդիկ պայքարում, անգամ ինչի համար։ Մենք ասում ենք մեր սարերի վրա ձուն կան, էդի ումա պետք տանք էսյան էյան, բայց այս մարդիկ փախլավայի անգամ կռիվ են տալիս Հունաստանի հետ։ Դե էդի ուղղակի նենց մի հատ մեջ բերում համեմատական, թե նրանք ինչ են անում, մենք ինչ ենք անում։ Մենք ասելով այս դավաճան իշխանության մասին է խոսքը։ Մենք իհարկե հələ մենք բան չենք սկսել, որ սկսենք իրանք անպայման կիմանան, թե որն է ճիշտ է, ինչպես է պետք վարվել։ Հիմա Առավոտից իրիկուն քպականները գոռում են սահմանում մարդ չի մեռը, սահմանում մարդ չի զոհվե։ Հարց. վերջի 2 ամսվա ընթացքում սպանությունները եւ ռազմոյը ավելացել է քառապատիկ անգամ։ Հարցն է գ նախարարին եւ դատախազությանը ուր եք նայում։ Երիտասարդները 16 տարեկան, 4 ներողություն, 3 երիտասարդ ռազմոյ են արել Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հանդեպ, 2-ին բռնել են, 1-ի անձը ճշտվում է։ Դուք երրորդի անձը չեք ճշտելու, ասեմ ինչի համար։ Հունանյանը բռնել եք, մինչև հիմա չեք հայտարարում, թե ով է զակաշիկը։ Մարդիկ կատարողները կան, զակաշիկը անհայտ է։ Հիմա այս 2-ին է, երրորդից երևի, ինձ տենց է թվում, փողը վեգալ է բաց են թողի, ճշտում է ինքնությունը։ 2-16 տարեկան երեխոյ չեք կարող աշխատանք տանել, որպեսզի բացահայտեք երրորդ նովա։ Տանում են աշխատանքներ, որպեսզի բացահայտեն ով է երրորդ անձը։ Դուք լուրջ եք ասում։ Նիկոլ Փաշինյան, սահմանում երեխա չի զոհվում, երեխեքը զոհվում են մայրաքաղաք Երևանում եւ ոչ միայն մայրաքաղաք Երևանում։ Հիմա, սիրելի բարեկամներ, Արծրուն Հովանեսյան կար, հիշում եք, Նիկոլից մի կլաս ցածր խափեպա, այն որ 44 օր կներեք այս բառից համար կերցնում է ժողովրդին, որ հաղթելու են։ Իրան նշանակել են ՊՆ-ում համասարանի պետ։ Եզրակացությունս հետևյալն է, որքան մարդը կլասով բարձր դավաճան եւ ստախոս, այդքան նա տեղ ունի Հայաստանից Հանրապետության։ Ինչի համար, որպեսզի բնից քանդեն, արմատախիլ անեն, Նիկոլի բառերը օգտագործեն։ Հիմա սրան դրել են համասարանի պետ, որ ինչ անեն։ Դավաճան ստախոսներ դաստիարակեն։ Արծրուն Սարի ետևում չի ժողովրդական դատարանը, դու նենց ես պատասխան տալու Նիկոլից վերան, ազգին խաբելու համար։ Զինվորական սպա լինելով դու խաբեցիր ազգին, Արծրուն, հիշի։ Սիրելի բարեկամներ, վաղը չմյուս օրը, ինչպես գիտեք, պետք է կայանավորոշումը սահմանադրական դատարանի, որտեղ որ սահմանադրական դատարանը պետք է ասի իրեն որոշման մասին ընտրությունների հետ կապված։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ սահմանադրական դատարանը կլինի արդար, քանի որ, ասեմ ինչի համար, համացանցերում կարող եք գտնել։ Անմիջապես ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է աշխատավարձը սահմանադրական դատարանի աշխատակիցների, ինչ է որ ընտրակաշառք չէ, դա մեկ։ Սեդա Սաֆարյանը, այն որ թելում էր Նիկոլի թելեն, նախանցալ իմ հաղորդման ժամանակ ես անդրադարձա, 25 թե 26 միլիոնի եկամուտ է դեկլարացիա ներկայացրել 25 թվականով։ Հարց. Տիկին Սաֆարյան, որտեղից արդար դատավորին այդպիսի գումարներ։ Եկամուտի մասին ենք խոսում։ Նվեր են տվել։ Ով։ ՔՊ-ն այս տարվանից է, կարծեմ մայիս ամսից է ձեր աշխատավարձները բարձրացրել,
որտեղից ձեզ այդքան եկամուտ։ Եթե անգամ դուք աշխատավարձ, բարձր աշխատավարձ ստացել եք, այդ գումարը չի լինում, որpիսի դուք չուտեք, չխմեք, չհանգստանաք, ոչ մի բան չանեք։ Կամ առանձնատները, ձեր կվարտիրաները, ըստ օդում պտտվող լուրերի, Տիկին Սաֆարյան։ Հիմա դուք ուզում եք, որ Տիկին Սաֆարյանը ինչ որ ջանքեր դնի, որպեսզի ընդդիմությունը, արդարությունը լինի, ճշմարտությունը, իրական ճշմարտությունը ժողովուրդը իմանա, չի կարա իմանա։ Սիրելի բարեկամներ, 2 օր է, ինչպես ասեցի, մոտիկ անում այդ որոշմանը, բայց արդեն ընտրված ընդդիմադիրները սկսում են օգտագործել միմյանց հանդեպ Նիկոլի լեքսիկոնը։ Նիկոլի լեքսիկոնը։ Եվ մեղադրում են մեկը մեկին, ով ձախողեց ընդդիմական շարժումը։ Ուզում ասեմ, որ ձախողել եք դուք բոլորդ, դա իմ կարծիքն է, որպես Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարի։ Որպեսզի դուք իմանաք, թե ես ինչ եմ այդպես ասում, ես պատրաստ եմ հանդիպման եւ մանրակրկիտ Նիկոլի Բարբարով ասեմ, աբասնավատ անեմ ձեզ ինչ եմ ես մտածում։ Առաջինը թեթևի մեջ ասեմ, դուք չունեիք թիմ, Ռոբերտ Քոչարյանը չունի անցյալ ժողովրդի աչքերում, իսկ Գագիկ Ծառուկյանին ուղղակի քցեցին։ Էտա իմ կարծիքը։ Բայց եթե դուք որոշել եք, որ եթե սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որ ամեն ինչ եղել է ճիշտ, եւ դուք հրաժարվեք պայքարից, ապա ձեզ ասեմ, փորձրեք վերցրեք մանդատները։ Մեզ համար կապ չունի։ Նիկոլի դեմ պայքարենք, թե Նիկոլի հետ մի երկու ուժի հետ ձեռի հետ։ Ընդհանրապես խնդիր չենք տեսնում։ Ընդհանրապես խնդիր չենք տեսնում։ Քանի որ մենք ասում ենք եւ ես հայտարարում եմ, մենք չենք թողնի, եթե դուք կուլ եք տալու, որ Քանդիր պետությունը եւ Նիկոլ Փաշինյանը գցում է հայ ազգին ու դուք դա կարող եք մարսել եւ կուլ տալ, ապա Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը եւ Արտուր Ֆարմանյանը թույլ չի տա, որ ինչ որ մի Նիկոլ իր խմբակի հետ խափի եւ գցի հայ ազգից։ Մինչեւ վերջ պայքարը գնալու համահայկական ազգային ազատագրական շարժումը մտնելու է նոր փուլ։ Ամսի 5-ին հայտարարություն կանեմ, սիրելի հայրենակիցներ, ամսու 6-ին կասեմ մեր հետագա քայլերը։ Մնացածը կախված է ձեզանից։ Հիմա Իսրայելի այդ պատմության մասին 2-3 օր անընդմեջ ես խոսացի այդ հայոց ցեղասպանության համար։ Հիմա տեսեք ինչ է ասում Թուրքիան։ Թուրքիան եւ ոչ ինչ որ մեկը օտում պատտվող, այլ Էրդողանը ասել է, եթե Հայաստանի Հանրապետությունը ուզում է լավ ապրի, մեր հետ բարեկամություն անի, առևտուր անի, Եվրոխորհրդի ոբշեմ այդ թեմաներով, ամեն ինչով, ապա նրան պետք է անել մեկ քայլ։ Ինչ է պետք անել, իրեն պետք է պետականորեն ճանաչել այն փաստը, որ գենոցիդ հայ ազգի չի եղել։ Դա հնարավոր է որ դեպքում, այո, սահմանադրությունը փոխելու դեպքում։ Եթե հիմա ընդդիմությունը գնաց վերցրեց մանդատները, ես իմ հանդիպման ժամանակ վերջին Նարեկ Կարապետյանը, որ արել էր կրկեսում, ցիրկում, ես հարցրեցի, դուք վստահ եք, որ ձեր մարդկանց չի կարա Նիկոլը իր կողմ տանի, քանի որ Նիկոլը չունի ոչ մի գծեր, են շանտաժներ կանի, նենց կկոդրի, նենց խեմաներ կանի, էլ դուսուս։ Նարեկ Կարապետյանը սղացրեց, ոչ հա ասեց, ոչ չէ ասեց, ասեց մենք սենց ենք, դե պարզ էր ամեն ինչ։ Հիմա տեսեք ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը, սրանք վերցնելու են մանդատները, ինքը իր ռեսուրսները խոդատալու, սրանցից մարդկանց տանելու է, սահմանադրությունը փոխելու է, նախագիծը ներկայացնելու է, կողմ են քվեարկելու եւ դա լինելու է գաղտնի քվեարկություն, ոչ մեկ չիմանա կռիսը որ մեկն էր։ Եվ կինոն պրծավ, այսինքն պրծավ Հայաստանից Հանրապետությունը, բայց ռուսն ասում է не тут-то было։ Իրանք կարող է այդ ամեն ինչը կարող է սղացնեն, կարող է անեն,
Կարծեմ օգոստոսի 3-ից է, չէ՞, պարլամենտը այնտեղ ձևավորվում նոր, բայց մենք մինչև օգոստոսի 3-ը կանենք այն, ինչ որ պետք է անենք։ Նիկոլ Փաշինյանի կոչին մենք արձագանքել ենք, ամսի 4-ին արդեն պարզ կլինի մենք ինչ ենք անում։ Սիրելի հայրենակիցներ, ես ձեզ հետ լինելու եմ անկեղծ եւ ազնիվ։ Ոնց որ կա։ Մենք գնում ենք, գալիս եք, ձեր ցավը տանեմ, չեք գալի, մենք նենց է հետում ենք, մենք սրանց պես չենք ասի, ազգը չկանգնավ մեր կողքին։ Ոչ։ 5 հոգի ենք, 5 հոգով կեթանք, մի հոգի եմ, մի հոգով կգնամ։ Խնդիր չեմ տեսնում բացարձակ։ Գոնե իմ խղճի համար ես կպայքարեմ։ Բա հիմա ամենագլխավորը եւ ծիծաղելին համացանցերում մի տեսանյութ կա, որտեղ որ Նարեկ Կարապետյան ասում է մեր շատ կողմնակիցների մոտ 100 հոգի ազատել են աշխատանքից մեզ աջակցելու համար։ Այսինքն մարդիկ աշխատել են պետական ստրուկտուրաներում, աջակցել են ուժեղ Հայաստան դաշինքերից, մարդկանց հանել են գործերից։ Լրագրող ասում է մի հատ օրինակ բերեք, մարդիկ չեն կարող բերեն։ Ուրեմն հարգելի լրագրող, չգիտեմ ով ես դու, որտից ես դու, որ քամուց ես դու, եթե քեզ փաստերը պետք են, ապա դիմում եք Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությանը եւ Արթուր Ֆարմանյանին։ Ինչ 100, ինչ 150, ինչ 200, ներկայացնեն փաստորեն հեռախոսահամարներով, հասցեով, որտեղ աշխատե, ինչ արե, ինչ են ասե, ով է հրանգե, ամեն ինչ ասեն, խեք խառնվի իրեն։ Նարեկ Կարապետյանը զբաղված տղա է, ինքը չգիտի իրանց մարդկանց ով է հանել գործից ինչի համար։ Արթուր Ֆարմանյանը գիտի Ռոբերտ Քոչարյանին աջակցելու համար ում են հանել, Գագիկ Ծառուկյանին աջակցելու համար ում են հանել, ուժեղ Հայաստան դաշինքին աջակցելու, լրիվ գիտեմ, ինչ եք հեռու գնում։ Եկեք, ցուցակ, այն մի հատ операции другие приключения Шурика կա, չէ, ասում огласите весь список, пожалуйста։ Весь список огласит, անեմ ու տամ ձեզ։ Զանգեմ ձեր առաջ մարդկանց ասեմ լրագրողները ուզում են կան ձեզնից վերցնեն հարցազրույց։ Ոչ մի խնդիր։ Ոչ մի խնդիր։ Սիրելի բարեկամներ, այսօր այս կանը ասեցի ինչ են կանելու, ոնց են կանելու, ընդդիմություն ինչ է մտածում, ուղղակի ուզում եմ վերջում կոչով դիմեմ ընտրված ընդդիմությանը, պարոնայք, մի խախտեք կարմիր գծերը, մի մեղադրեք միմյանց, ավելի լավ է մտածեք հետագա քայլերի մասին հանուն Հայաստանի Հանրապետության եւ հայ ազգի, այդ կանը սեփական ամբիցիաները թողեք, երկիրը լինել չլինելու հարցն է։ Իսկ եթե ձեր ուղեղը այդ կան աբառոտ չի կարող անել, ապա մենք կանենք քայլեր, եթե կուզենաք, աջակցեք մեզ, խնդիր չկա։ Իմ թշնամին ինձ ընկեր է։ Իսկ հեղափոխությունից հետո մենք իհարկե ձեր ամեն մեկի փայ բաժինը Հայաստանի Հանրապետության քանդման մեջ մենք ձեզ կներկայացնենք։ Այսօր այս կանը, սիրելի բարեկամներ, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայ ազգը, կեցե հայոց սփյուռքը, կեցե հայկական առաքելական Սուրբ եկեղեցին։ Հույսով եմ քանդիպենք, ստեսություն, Աստված բոլորիս պահապան։